2025 թվականի Adobe Illustrator-ում կատարվել են բարելավումներ մատիտ գործիքի համար։ Եթե մենք բացենք մատիտ գործիքի կարգավորումները, ապա դուք այստեղ կարող եք տեսնել կենդանի պատասխան, այսինքն Leave Feedback հնարավորությունը, որը երբ որ մենք ակտիվացնում ենք, նաև ակտիվանում է Leave Curve Fitting հնարավորությունը, որը թույլ է տալիս ռեալ ժամանակում կատարել գծած գծի ուղղումներ և սարքել այն տեսանելի։ Ինչ է նշանակում Leave Feedback։ Եթե մենք օրինակ այժմ անջատենք Leave Feedback-ը, ընտրենք մատիտ գործիքը և նկարենք նրա օգնությամբ, ապա դուք կտեսնեք, որ նկարելու ընթացքում մենք չենք տեսնում այն ստրոկի գույնը, որը կիրառված է մատիտին, այսինքն 4 պոինտանոց այս ստրոկի գույնը և նրա լայնությունը։ Եթե մենք այժմ ակտիվացնենք Leave Feedback-ը, ապա նկարելու ընթացքում մենք հնարավորություն ունենք տեսնել մեր իրական ստրոկը։ Հաջորդ հատկությունը, որը կոչվում է Leave Curve Fitting, կայանում է նրանում, որ եթե այն անջատած է և մենք օրինակ նկարում ենք այս ոլորապտույտը, ապա դուք տեսնում եք, որ միայն նկարելուց հետո այն մասերը, որոնք որ հնարավոր է, որ ավելի լավ ներկայացվեին կամ հարմարվեին մեր գծի հետ, որը իրենից ներկայացնում է կարելի ասել հարթացում, մենք այն չենք տեսնում և բացի դրանից այն եթե հարթացումը կատարվում է, ապա նա կատարվում է, երբ որ մենք վերջացնում ենք նկարել գիծը։ Այժմ դուք տեսնում եք, որ նկարելուց հետո մեր մոտ տեղի ունեցավ հարթացում։ Որպեսզի մենք այն տեսնենք իրական ժամանակում, այժմ Pencil գործիքի կարգավորումներում ավելացվել է այս Leave Curve Fitting-ը։ Եվ եթե դուք այժմ նկարում եք այս մատիտի օգնությամբ, ապա դուք կարող եք նկատել, որ արդեն նկարելու ընթացքում մենք ստանում ենք մեր նկարած գծի հարթացումները ռեալ ժամանակում։ Սա մեզ թույլ է տալիս ավելի ճշգրիտ և ավելի հարմարավետ աշխատել մատիտ գործիքով։